Արյագածի լեռնաշղթայի ստորոտում մի փոքրիկ գյուղում ապրում էր մի մեծ ընտանիք։ Տունը պատկանում էր Բարսենիկ մայրիկին, խստաբարո, ուժեղ և ավանդապաշտ կնոջ, ով մի քանի տասնամյակ առաջ այրի էր մնացել և մենակ մեծացրել իր միակ որդուն՝ Կարոյին։ Կարոն մեծացել էր հանգիստ, չխոսկան, բայց խորը և բարի հոգի ունեցող տղամարդ, ով, ինչպես ասում էին գյուղում, մոր աչքի լույսն էր։ Կարոն արդեն 29 տարեկան էր, երբ գյուղից ոչ հեռու ծանոթացավ Անահիտի հետ։ Անահիտը գեղեցիկ, մեղմ և բարեկիրթ աղջիկ էր։ Նա սովորել էր մանկավարժական համալսարանում, սիրում էր երեխաների հետ աշխատել և միշտ ժպտում էր։ Նրանց սիրահարվածությունը շատ արագ զարգացավ։ 4 ամիս անց Կարոն ամուսնության առաջարկություն արեց։ Սկզբում Բարսենիկը դեմ չէր, բայց ժամանակի ընթացքում սկսեց զգալ, որ հարսն իրեն չի հասկանա, որ Երևանից եկած աղջիկը գյուղական կյանքին չի հարմարվի։ Երբ Անահիտը տեղափոխվեց նրանց տուն, ամեն ինչ փոխվեց։ Բարսենիկը սկսեց քիթը մտցնել ամեն մանրուքի մեջ, ինչ է պատրաստում Անահիտը, ինչպես է լվանում, ինչ է հագնում։ Սկզբում Անահիտը փորձում էր մորը նմանվել, համբերել, հարգանքով պատասխանել, բայց հետո հոգնեց։ Կարոն անընդհատ լուռ էր և դա ավելի էր վշտացնում նրան։ Մի օր Անահիտը հղիության թեստ արեց, այն ցույց տվեց 2 գիծ։ Երբ Կարոյին ասաց, նրա աչքերն ուղղակի փայլեցին։ Բայց երբ Բարսենիկն իմացավ, ամեն ինչ գլխիվայր շրջվեց, նա սկսեց կասկածել, թե գուցե երեխան Կարոյի երեխան չէ։ Ոչ մի հիմնավոր փաստ չուներ, բայց իր մտքի մեջ արդեն պատրաստել էր մի պատմություն։ Գյուղում սկսեց ակնարկներ անել. «Արևը միշտ չի, որ մեր տանիքին է շողում, ովքեր քաղաքից են գալիս, մի ուրիշ արյուն ունեն»։ Օր-օրի վիճակն ավելի էր վատանում։ Անահիտը սկսեց փակվել ինքն իր մեջ։ Մի օր, երբ Կարոն գնացել էր քաղաք մի քանի օրով, Բարսենիկը բարձրաձայն կշտամբեց նրան. «Ասա ճշմարտությունը, այդ երեխան ումն է։ Ես զգում եմ, որ դա իմ որդունը չէ, մեր արյունը չի հոսում նրա երակներում»։ Անահիտը լռեց, հետո արտասվեց, հետո ամբողջ գիշեր չքնեց։ Առավոտյան հավաքեց իրերն ու գնաց մայրական տուն։ Կարոն հետ գալով գտավ դատարկ տունը, հսկա լռություն և մոր ժպիտը։ Նա ուղղակի սառեց։ Երբ իմացավ ճշմարտությունը, որ Բարսենիկը դուրս է հանել Անահիտին և կասկածել նրա հավատարմությանը, նա գոռաց մոր վրա։ Կյանքում առաջին անգամ։ Այդ գիշեր չքնեց։ Հաջորդ օրը նստեց մեքենան ու գնաց Երևան։ Անահիտը նրան ընդունեց, բայց արդեն շատ բան կոտրված էր նրա մեջ։ Կարոն գրկեց նրան զգալով երեխայի շարժումները և երդվեց, որ ամեն ինչ կուղղի։ Նրանք որոշեցին ապրել քաղաքում։ Անահիտը լույս աշխարհ բերեց մի գեղեցկուհի՝ Սիրանույշ անունով։ Կարոն սկսեց աշխատել որպես վարորդ, հետո բացեց սեփական փոքր բիզնես։ Անահիտը մանկապարտեզում էր աշխատում։ Նրանք տուն գնեցին, փոքր է, բայց իրենցը։ Երբ Սիրանույշը 5 տարեկան դարձավ, Բարսենիկը հանկարծակի հիվանդացավ։ Նրան տարան հիվանդանոց։ Նա պահանջեց տեսնելու միայն մեկ մարդու՝ Անահիտին։ Անահիտը սկզբում հրաժարվում էր, բայց հետո գնաց։ Բարսենիկը լռեց, հետո լաց եղավ ու ասաց. «Ես քեզ ոչ միայն նեղացրել եմ, այլ ինձնից հեռացրել եմ իմ իսկ թոռանը։ Այդ ամենը ես արեցի իմ վախից, որ մի օր կկորցնեմ Կարոյին։ Բայց հիմա հասկացա, որ հենց այդ վախով ես նրան կորցրի։ Ներիր ինձ, Անահիտ ջան, ես մեղավոր եմ»։ Անահիտը լուռ լսեց, հետո բռնեց Բարսենիկի ձեռքից, ոչ մի խոսք չասաց, բայց նրա աչքերը մերժում էին ամեն ինչ։ Հաջորդ օրը Սիրանույշն առաջին անգամ տեսավ իր տատիկին։ 1 շաբաթ անց Բարսենիկը մահացավ։ Նրա թաղումը համախմբեց ընտանիքը։ Իսկ գյուղում տարիներ անց դեռ պատմում էին, թե ինչպես մի մայր կարող էր բաժանել, հետո կրկին միավորել մի ընտանիք՝ սիրո, ճշմարտության և ապաշխարության ուժով։ Տարիներն անցնում էին։ Սիրանույշը մեծանում էր խելացի, հանգիստ և բարի սրտով աղջիկ։ Նա շատ էր սիրում գիրք կարդալ ու հորից ժառանգել էր ազնվությունն ու համբերությունը, իսկ մորից՝ սրտացավությունն ու կամքը։ Երբ Սիրանույշը 17 տարեկան դարձավ, նրա մեջ նոր հետաքրքրություն սկսեց հարցնանալ։ Նա սկսեց հարցեր տալ անցյալի մասին։ Ինչու իր մանկության տարիներին երբեք չի տեսել իրենց գյուղը, տատիկին կամ հոր կողմի բարեկամներից, բացի
այլազգականների։ Անահիտը միշտ շրջանցում էր այդ թեման, իսկ Կարոն լռում էր։ Մի օր Սիրանույշը հոր հին սեղանի դարակներից մեկում մի նամակ գտավ։ Նամակը գրված էր Վարսենիկի ձեռքով, վերջին օրերին հիվանդանոցում։ Իմ թանկ Սիրանույշ, առաջին տողերն էին, եթե երբևէ գտնես այս նամակը, դա կլինի ճակատագրի նշան։ Ես քեզ երբեք չեմ ճանաչել այնպես, ինչպես պիտի որպես տատիկ ճանաչեի։ Ես թույլ տվեցի, որ իմ սիրտը կառավարի վախը, ոչ թե սերը։ Գուցե մայրդ դեռ կվախենա պատմել ճշմարտությունը, բայց դու իրավունք ունես իմանալ։ Քո ծննդյան ժամանակ մի ուրիշ մեծ գաղտնիք էլ բացվեց։ Կարոն իմ որդին չէ, նա որդեգրված է։ Այդ ճշմարտությունը ես պահել եմ բոլորից։ Ես նրան գտել էի մեր տան մոտ, ձմռան ցրտին, փաթաթված սավանով մի փոքրիկ թուղթ, խնդրում ենք, փրկել նրան։ Ես երբեք նրան այդ մասին չեմ ասել։ Սիրում էի նրան այնպես, ինչպես իմ մարմնից ծնված զավակին, բայց այդ սուտն ինձ ներսից խժռում էր։ Եթե այս նամակը կարդում ես, ես խնդրում եմ, դու եղիր նա, ով վերջ կտա այս լռությանը։ Մի թող, որ գաղտնիքները քանդեն այն, ինչ սերը կառուցել է։ Սիրանույշի ձեռքերը դողում էին, նրա շունչը կտրվում էր, նա ամբողջ գիշեր չքնեց, հաջորդ օրը նա նստեց ծնողների առաջ ու նամակը դրեց սեղանին։ Կարոն քարացել էր, աչքերը լցվել էին, Անահիտը նայեց ամուսնուն, հետո դստերը։ Այո, ճիշտ է, ես իմացել էի այդ մասին, երբ մենք նոր էինք ամուսնացել, բայց տատիկը խնդրեց ոչ ոքի չասել։ Նա վախենում էր, և հետո այդ ճշմարտությունը նրա համար երբեք չի փոխել սիրո արժեքը։ Սիրանույշը ժպտաց, ես հպարտ եմ, որ նա իմ հայրն է, բայց հիմա ես ուզում եմ իմանալ, ով են իմ պապիկն ու տատիկը, ինչու են նրան լքել։ Ես ուզում եմ գտնել իմ արմատները։ Սկսվեց որոնումները, Սիրանույշը դիմեց արխիվներ, զրուցեց մանկատան նախկին աշխատողների հետ, այցելեց հին գրանցման գրասենյակներ։ Մի քանի ամիս անց նա գտավ մի փաստաթուղթ, որտեղ նշված էր, որ Կարոյի իրական անունը եղել է Արեգ Սահակյան։ Եվ հետո հայտնաբերվեց մի տարեց կին, մենակ ապրող, մի փոքրիկ գյուղում, ով երբևէ եղել էր մանկատան դայակներից մեկը և հիշում էր այդ դեպքը։ Նա պատմեց, որ երեխային բերել էին մի երիտասարդ աղջիկ ու մի տղամարդ ճամպրուկով, նրանք լաց էին լինում, ասացին չեն կարող պահել նրան։ Այս պատմությունը փոխել էր Սիրանույշի աշխարհայացքը, նա հասկացել էր, ինչքան խորն են ընտանիքի գաղտնիքները, որքան ցավ կարող են պարունակել լռության մեջ պահված խոսքերը։ Հետո մանկատնից գողացել էին երեխային ու տեղափոխել մեկ այլ վայր, և Կարոյի մայրը գտել էր փոքրիկին։ Սիրանույշը որոշեց դառնալ ժառանգության իրավապաշտպան։ Նա սկսեց օգնել այլ երեխաների գտնել իրենց անցյալը, գտնել ով են, որտեղից են։ Մի օր նրա կազմակերպությանը դիմեց մի երիտասարդ, անունը Վահագ։ Նա նույնպես մանկատան երեխա էր։ Նրանց միջև ծագեց խորը կապ, և տարիներ անց Սիրանույշը կանգնած էր հարսանեկան զգեստով, կողքին Վահագը, իսկ նրանց առջև Կարոն ու Անահիտը հուզված, բայց խաղաղ, ու հարսանիքին հնչեց մի խոսք, որը Սիրանույշն էր հնչեցնում. Սերը երբեք չի ստեղծվում միայն արյունով, սերը ստեղծվում է ժպիտներով, զոհաբերություններով և ճշմարտություն ընդունելու ուժով։ Ես իմ պատմությունը դարձրել եմ կյանքի սուղի, և հիմա մենք միասին կգրենք նոր պատմություն, առանց ստի ու առանց վախի։